Այսօր սիրելիներ պիտի տեսնենք Թվոց կրկին 5-ն 6 գլուխները եւ պիտի տեսնենք թե ինչպես փանագադեղը պետք է մաքուր բահվի բղձութենեն։ Փանագը մաքրելու պատճառը այն է, որովհետեւ իսրայելցիները եւ այսօր ես եւ թուն գծարայենք Սուրբ Աստծոմը։ Թվոց 5-րդ գլխում մեջ առաջին 4 համարներու մեջ Աստված կբադվիրե, որ որոշ մարդիկ դուրս ցկվին փանագեն վայրը բղձութենեն զերծ բահելու համար։ Առաջինը փորոդն է, վարագելու հավանականության պատճառով եւ փանագին մնացած անդամներուն հիվանդությունը փոխանցելու պատճառով։ Նաեւ կան անոնք, որոնք մեղքը իրենց բիղձ դարձուցած է մարմիններու չարությամբ, կորզածությամբ կամ ձորումի հոսումի պատճառով։ Դերը կբադվիրե, որ մարմինին մեղքերը պետք է լուծվին։ Վերջինը անոնք, որոնք կբղձվին մերած մարմնի թփչելով։ Աստված գսե, փանագեն դուրս պետք է ցկեք զանոնք, որբեսի չբղձեն իրենց փանագները, որոնց մեջտեղը ես կփնագիմ։ Մենք պետք է գիտակցենք, որ եթե պիտի քալենք Աստծո հետ, եթե պիտի հաղորդակցենք անոր հետ, պետք է որ մեր կյանքը ըլլա մաքուր։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգևոր, մտային եւ սկացական մարզերուն մեջ։ 5-ն 7 համարներու մեջ Աստված գխոսի հադուցում ընելու այն անհադին, որուն վնաս հասած է։ Մեղքը խոստովանելը լավ բան է։ Մեր Տերը ըսավ, որ եթե հիշես, որ քո եղբորդ քեզի թեմ բան ունիս, ցկե քո ունձած սեղանին առջև եւ քնա ու եղբորդ հետ հաշտվե։ Դես Մատթեոս 5:23 եւ 24-ը։ Կտեսնեք, որ Աստծո եւ մարդուն միջև հարաբերությունը կարելի չէ լավանա, մինչև այդ մարդուն եւ անիրավության ենթարկված անհադին միջև հարաբերությունը շտկվի։ Ետքը 11-31 համարներու մեջ ունինք գասկածի ընձան։ Այստեղ ամուսինը, որ գասկածի իր գնոջը թավաջանության, անոր գբերե քահանային, որբեսի ան երթում մնե, որ հավատարիմ է իր ամուսինին, մինչ անգեցած է Աստծո առջև։ Քահանան անոր թարն անեցքի ջուր պիտի դար, եթե գինը բղձած էր ինքզինք, թավաջանելով իր ամուսինին, հետևաբար այդ անեցք բերող ջուրը թարն դարաբանք պիտի պատճառե։ Անոր փորը պիտի ուրի եւ արքանքը պիտի գծկվի։ Կարելի կզարմանանք, թե ինչու դղամարդը չէ հիշված այստեղ, որովհետեւ այս հատվածի մեջ գինն է, որ կքննարկվի հadouk խորհրդանշական պատճառով։ Այսօր մեզի համար այս գասկածի ընձան Քրիստոսի եւ եկեղեցվո ճիշտ պատկերն ու խորհրդանիշն է։ Աստված գսիրե մեզի եւ Աստվածաշունչին մեջ մի քանի դեղ գսե ես նախանցոտ Աստված եմ։ Ան ճուզեր, որ մենք մեր ժամանակն ու աշխուժությունը դրամատրենք աշխարհի բաներուն։ Մենք այսինքն եկեղեցին պետք է Աստծո հետ ամուսնացած լանք Քրիստոսի միջոցով եւ մնանք մաքուր եւ հավատարիմ։ Բայց սիրելիներ, դերը շնության նյութին նկատմամբ թեդևությամբ չի վարվիր, ըլլա գնոջ եւ ըլլա ամուսինի նկատմամբ։ Ղևդացվոցի եւ երկրորդ օրինաց քրքին մեջ պիտի տեսնենք, որ եթե դղամարդը կամ գինը բռնվի շնության մեջ, երկուքն ալ պետք է կարգոծվին մինչեւ մահ։ Աստվածաշունչին մեջ գոհմնակցություն չկա։ Հիմա գուքանք 6-րդ գլխուն բանիմը, որ բավական ուշագրավ է։ Ունինք ինքզինք նվիրելու ուխտավորին գամավոր ուխտը։ Ինքզինք նվիրելը եբրայերեն բառն է, որ կնշանակե սրբակրված, նվիրված, ուստի ովևէ իսրայելցի զավակը, որ գուզե այս ուխտը անել եւ ինքզինք նվիրել, գրնա այդ մեկը անել մինչեւ մահ կամ որոշ ժամանակի համար։ Ինքզինք նվիրողին ուխտավորին համար 3 բան արգելված էր։ Առաջին, անպետք չէ խմեր քինի կամ որևէ զորավոր խմիչք, անոր ուրախությունը պետք է գտնվեր միայն դերոջ մեջ եւ ոչ թե որևէ երկրային երագուրի մեջ։ Երկրորդ, անպետք է ածելի չկործածեր իր գլխուն։ Եվ երրորդ, ան երբեք պետք չէ թփչի մահացած մարմինի, նույնիսկ եթե ընտանիքին անդամներեն ըլլար։ Ուխտավոր ըլլալու ամբողջ իմաստը դերոջ մեջ իր ուրախությունը գտնելն էր։ Ուր կգտնեք ձեր ուրախությունը այսօր սիրելիներ։ Արդյոք պետք է կործածես այս աշխարհի խմիչքները, հաճույքները, որբեսի ուրախություն ունենաս։ Կամ արդյոք գրնաս ուրախություն ստանալ
բարձաբես Աստծո խոսքը ուսումնասիրելով եւ աղոթելով։ 6-րդ գլուխը գավարդի Աստծո երագի օրհնությամբ։ Հայր Աստված գբահե մեզի, որդի Աստված իր երեսը գբայձարացնե մեր վրա, անսավ, որ ինքն է աշխարհի լույսը, եւ որ Սուրբ Հոգին մեզի խաղաղություն կտա։ Ինչ փառավոր է այս գլուխը։ Ամեն։